երկրորդ նախագահի Civic-ում կայքը քիչ առաջ հրապարակում է կատարել այն մասին, որ ազգային անվտանգության ծառայությունը գրավոր հարցման ի պատասխան դուք էլ կարող եք ծանոթանալ, որպեսզի տեղեկություն է տրամադրել, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 1986-88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Դուք եղել եք երկրի նախագահ, դուք ԱԱԾ-ում եք եղել, այսպիսի տվյալներ ունեցել եք արդյոք եւ սրանք արդյոք գաղտնազերծման ենթակա տվյալներ են։ Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ոչ ազգային անվտանգության ծառայության ղեկավար եղած ժամանակ, ոչ նախագահ եղած ժամանակ եւ ընդհանրապես իմ նախկին ծառայեկիցները կարող են հավաստել, ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ազգային անվտանգության ծառայության հետ, առավել եւս ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ կամ այլ հատուկ ծառայությունների հետ, որտեղ ես դրա իմաստը չեմ տեսնում։ Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց դրանք, ովքեր դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, արդյոք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել։ Իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը, այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին կամ որի կազմում նաև Հայաստանի Հանրապետությունն էր, օգուտ է բերել, թե վնաս է բերել։ Այնպես որ ես կարծում եմ, այսպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների։ Եթե դա չի լինում, ուրեմն ինչ որ այլ ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Լեգիտիմ նպատակը ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ճնշում գործադրելն է, թե այլ նպատակ։ Խոսքը վերաբերում է ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը։ Այսինքն ինչ է, հիմա եղբայրը եղբոր համար է պատասխանատու, հա։ Ախր այս դեպի ուր ենք մենք գլորվում, ես չեմ հասկանում։ Եթե իրոք դա իրականություն է, Եվ